Ամեն տարի Նյու Յորքի ամենամեծ քաղաքային այգիներից մեկում Eisenhower Park-ում տեղի է ունենում ազգային մշակութային երեկոներ, որտեղ ներկայացվում է բազմազգ Նյու Յորքի մշակույթը։ Ամառային ամեն մեկ օրը տրվում է տարբեր ազգերի։ Այսպիսի մեկ մշակութային երեկո էր նաև կազմակերպել նյույորքահայ համայնքը։ Խոտերի վրա իրենց աթոռներով հարմարավետ տեղավորված հայ ժողովուրդը մեկը մյուսի հետ հարազատորեն կապված եկել էր վայելելու այն հայ ազգային մթնոլորտը, որ տիրում էր Նյույորքյան այդ հսկա պարկում։ Արդեն 22 տարի է, որ անընդմեջ տեղի է ունենում այս հայկական միջոցառումը եւ դրա կազմակերպչական աշխատանքներին մեծ մասնակցություն են բերում մեր համայնքի անդամները։ Երեկոն սկսվեց Նյու Յորքի Նասո շրջանի գործադիր Էդվարդ Մանանգոյի ողջունով, որը մեդալներ եւ պատվոգրեր հանձնեց նախ առածանի հայկական պարախմբի պարուսույց Ռոբերտ Հարությունյանին եւ հետո 22 տարի անընդմեջ կազմակերպչական աշխատանքների ակտիվ մասնակից Թամար Քեյսեյանին։ 22 տարի կոմիտեի մեջ աշխատեցա, որովհետև գուզեի, որ մենք քանի որ մեզի դրվել է այսպիսի օրը օգտագործենք եւ ծանոթացնենք, որ մենք ով ենք Ամերիկայի այս Nassau County կոնե ապերու մեջ։ Ես շատ կքնահատեմ այս հավաքույթը, որովհետև մեկ օրն է որ բոլոր հայերս միասին գուքանք եւ մեր մշակույթը կդոնենք, մեր երգերը կերքենք եւ մեր բարերը գտիդենք այսօր եւ շատ ուրախ կսկամ, որ այսպես հավաքույթ ունենք։ Այս տարի հայ երգն ու պարը ներկայացնող խմբերից առաջինը երիտասարդ սիրված երգիչ Ջակ Հակոբյանն էր իր նվագախմբի հետ։ Eisenhower Park-ը մեր հայ ազգի համար է, այսօր Armenian American Night է, հազարավոր հայեր կան, ես շատ ուրախ եմ, որ այս պրոգրամի մեջ եմ, և մեր հայ երգերը, մեր հայ ազգը բայելու համար, այսքան հայ եկեր է, այսքան սերգա, այսքան իրար բռնած ենք։ Համերգին մասնակցում էր նաև հանրահայտ Kill the Alarm խմբի ղեկավար երգիչ երգահան Քարեն Գայիկյանը, մեծ համբավ ունեցող ամերիկյան փոփ երաժշտության աշխարհում։ I love to see that beautiful face, a picture perfect in every way. Հայկական մշակութային երեկոյի այս տարվա պարախումբը Սրբոց նահատակած եկեղեցվո հայ պար նորաստեղծ պարախումբն էր։ Համերգին մասնակից մյուս խումբը Ջոն Բերբերյանի նվագախումբն էր մասնակցությամբ Արա Դինգջյանի, Ջոն եւ Ջերի Դարփինյանների, ինչպես նաեւ երգչուհի Լիզա Դարփինյանի։ Համերգի վերջում խանդավառված ժողովուրդը բեմում միացավ արտիստներին, համերգը վերածելով տնական խնջույքի։ 3 ժամ անընդմեջ համերգը մեծ հաճույք պատճառեց ներկաներին։ Հայկական երաժշտությունը միախառնված ամառային հաճելի երեկոյին բնության գրկում, որի հնարավորությունը տարին միայն մեկ անգամ է, եւ այն էլ ի շնորհակալություն այն բոլոր կամավորների եւ հովանավորների, որոնք իրենց լավագույնն են անում տարբեր ազգերի կողքին ներկայացնելու նաեւ հայ մշակույթը։ Կայինե Քոչարյան, Ամերիկայի ձայնը, Նյու Յորքից։